Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մեր հյուրն է Տապան ռեստորանի շեֆ-խոհարար Տիկին Ջուլիետա Կարապետյանը։ Ողջույն Տիկին Ջուլիետա։ Նախ շնորհակալ ենք մեծ հյուրընկալելու համար։ Տիկին Ջուլիետա, ինչպես առաջացավ Բարսելոնայում հայկական ռեստորան բացելու գաղափարը եւ ինչու Տապան։ Գաղափարը առաջացել է երկու հիմնադիրների մոտ, բացել մի ռեստորան ընտանեկան Բարսելոնայում, որը որ կներկայացնի կովկասյան խոհանոցը։ Տապան անվանումը առաջացել է դիզայների մտահղացումից հետո։ Որն է ամենամեծ մարտահրավերը, որի հետ բախվեցիք ռեստորանը բացելիս, եւ ինչպիսին էր հայ համայնքի արձագանքը։ Ես հիշում եմ, որ բացման օրերից սկսած իմ սոցիալական ցանցերը թնդում էին Տապան անվամբ, կասեք, ինչպիսին էր արձագանքը։ Ճիշտն ասած, առանձնապես չենք բախվել խնդիրների հետ, ամեն ինչ սկսվել է շատ սահուն ու փառք Աստծո գնում է այդպես, հույսով ենք, որ այդպես էլ կգնա։ Կարճ ժամանակում կարեցել ենք ստանանք պրոֆեսիոնալ ռեստորան, որի համար նաև ստացել ենք շնորհակալական խոսքեր, թե բացման հետ կապված, թե ուտեստների հետ կապված, թե սպասարկման հետ կապված։ Տիկին Ջուլիետա, որ ազգի ներկայացուցիչներն են առավել շատ այցելում ռեստորան, հայերը թե այլ ազգի ներկայացուցիչներ։ Հիմնական այցելուները տեղացիներն են, որը որ շատ ուրախալի փաստ է մեզ համար, ինչու, որովհետև հենց ի սկզբանե շեշտը դրվել է դրա վրա, որ այլ ազգին ծանոթացնենք մեր խոհանոցի հետ։ Ձեր աշխատակազմում կան հայեր եւ ինչ սկզբունքով եք ընտրում աշխատակիցներին։ Այս կոնցեպտով աշխատելու համար բավականին բարդ է ստաֆ հավաքելը, քանի որ Բարսելոնայում շատ քիչ են այս ոլորտի մասնագետները։ Այո, հայեր կան եւ փառք Աստծո մենք ստացել ենք այն ստաֆը, որը որ բավարարում է մեր պահանջներին։ Տիկին Ջուլիետա, ինչ սկզբունքով է կազմվում մենյուն եւ որ ազգային ուտեստներն են գերակշռում։ Ի սկզբանե մենք որոշել ենք ներառել հայկական, վրացական, ուկրաինական եւ ռուսական ուտեստներ։ Տիկին Ջուլիետա, իսկ մենյուն կազմելիս ում հետ եք խորհրդակցել, սննդաբանների, խոհարարների, թե ընտանիքի անդամների հետ։ Մենյուն կազմել եմ ես, խորհրդակցել եմ հիմնադիրների հետ, իհարկե հաշվի առնելով իրենց նախասիրությունները եւ ցանկությունները։ Estamos en un restaurante nuevo aquí en Barcelona de comida caucásica. Es súper chulo porque tienen la cocina aquí y puedes ver exactamente lo que están preparando. Y preparan platos típicos de la gastronomía armenia, georgiana, rusa y ucrania. Se tiene que agarrar la punta, agarramos el quesito. Échamelo. El pan lo hacen ellos aquí en el restaurante y este se llama lavash, que es armenio. Este de aquí es el puri, que es georgiano. Empezar con este entrante que es súper típico, se llama badriani y son unos rollitos de berenjena con nuez, ajo y granada. Esto es un jurjin que viene con pan de lavash, por dentro lleva cordero, lleva verduras y lleva yogur griego, pero te lo sirven así, pero en verdad se come así. Es un plato también típico de Armenia y se come con las manos. Lavash, pellizcas. Oye, soy muy fan de esto. Este plato se llama gonio, típico de la gastronomía de Armenia. Lleva patatas, carne, setas y me han dicho que lleva muchísimo queso. ¡Wow! Espérate. Mira, 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 mira. Madre mía, por favor. Qué rico está, ¿eh? Guau, 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 guau. De postrecito, una sopa de cereza con helado de vainilla. Ya para finalizar, un cafecito típico de Armenia. Miren qué bonita presentación. Guau, es de los que me gusta, potente, está bueno. Տիկին Ջուլիետա, իսկ ինչպես եք ներգրավում նոր հաճախորդներին եւ արդյոք ունեք առաքման ծառայություն, իդեպ շատ գովելի է, ձեր սոցիալական ցանցերին հետևում եմ իհարկե եւ շատ գրակետ եմ վարում էջը, շնորհավորում եմ այդ կապակցությամբ ձեզ։ Ներգրավում ենք հաճախորդին սոցցանցերով, Instagram, Facebook եւ այլն։ Ունենք առաքում Just Eat, Glovo եւ Uber։ Նախագծում կա ունենալ անձնական առաքում։
Տիկին Ջուլիետա, ունեցել եք հայտնի հյուրեր եւ որոնք են եղել իրենց սիրելի ուտեստները։ Այո, ունեցել ենք, առաջինը եղել է Կամո Թովմասյանը, բլոգեր, հայտնի, եթե չեմ սխալվում, հավանել էր խուրջինը շատ, ինքան ինչն էլ հավանել էր, պրինցիպի, համ սպասը, համ խուրջինը, թանն էր շատ հավանե, մի փոքր աղի, ասում ոնց որ ես սիրում եմ, ունեցել ենք հյուր Պետրոսյան Արմենը, մենչը, ունեցել ենք հյուր Ռուսլան Բելին, ստենդափեր, որը որ մեր շատ լավ հյուրն է, հաճախ է գալի մեզ մոտ, եւ շատ ուրիշ հյուրեր ենք ունեցել, ոնց անունները չեմ հիշում։ Իդեպ նշեմ, որ երբ ես տեսա Կամո Թովմասյանի, հետևում եմ Կամո բլոգին, երբ տեսա, որ Տապան ռեստորանում է եղել, շատ ուրախացա, որ նշել էր ձեզ, հավանել էր ձեր ուտեստները։ Մենք էլ շատ շնորհակալ։ Չապես Բարսելոնայում բացվել է բացտակարգ հայկական ռեստորան։ Տապանը բացի շեշտադրված հայկական խոհանոցից ներկայացնում է նաև վրացական, նաև ռուսական խոհանոցը։ Ես պատվիրեցի այն, ինչ ամենաշատ եմ սիրում մեր խոհանոցում՝ թան, սպաս, բաստուրմա, խորջին եւ իհարկե հայկական մածուն, իհարկե լավաշով։ Արդյոք հնարավոր է հայկական մշակութային երեկոներ կամ ցերեկույթներ կազմակերպել Տապանում, որովհետև ինքս շատ sense իդեաներ ունեմ այստեղի հետ կապված ու չգիտեմ հնարավոր է այստեղ կազմակերպել նման ցերեկույթներ, թե չէ։ Եվ այս հարցից էլ բխում է, ես գիտեմ, որ դուք նաև միջոցառումներ եք կազմակերպում Տապանից դուրս, catering եւ այլն։ Մի փոքր կմանրամասնեք։ Այո, իհարկե շատ հաճելի կլինի, ողջունելի կլինի, եթե այստեղ կազմակերպվեն, եթե կա ինչ-որ առաջարկներ, պահանջարկ, բնականաբար քննարկվի, կազմակերպվի ամեն ինչը։ Կեթերինգի մասին, այո, ունենք պահանջարկ կեթերինգի, ռեստորանից դուրս են գալի հարսանիքների, նշանդրեկների, անգամ ուրիշ քաղաք են գնացել, Վալենսիա են գնացել, բավականին պահանջարկը կա։ Տիկին Ջուլիետա, իսկ պատրաստվում եք կազմակերպել վարպետության դասեր, մաստեր կլասեր, որպեսզի այլազգիներին ցույց տաք, օրինակ, թե ինչպես է պատրաստվում խուրջինը, կամ աջարական խաչապուրին, կամ տոլման, արդյոք մոտ ապագայում հնարավոր են նման մաստեր կլասեր։ Մեծ հաճույքով, եթե լինեն ցանկացողներ, եւ ամենակարևոր բանը ժամանակը, բայց եթե ցանկացողներ լինեն, ժամանակ կգտնենք եւ կկազմակերպենք։ Это боевое крещение называется. Когда հավաքում ենք մազերը, պարտադիր, одеваем перчатки. Անջան, շատ լավ տեսք ունեք, կարողաք մեր մոտ աշխատելու։ Տիկին Ջուլիետա, կան արդյոք այնպիսի բաղադրիչներ, որոնք հատուկ բերում եք Հայաստանից։ Անջան, մեր ուժը կայանում է հենց նրանում, որ մենք այստեղի սննդամթերքով կարողանում ենք ստանալ մեր հայկական համն ու հոտը։ Իսկ ունեք այնպիսի բաղադրատոմս, որը հատուկ է միայն Տապանին եւ գաղտնի եք պահում իր բաղադրիչները։ Այո, կան որոշ բաղադրատոմսեր, որը որ մշակել եմ ես, ու այդ պատճառով մնում է մեր խոհանոցում չի դուրս գալի, մեր խոհանոցից դուրս, դա հենց Բադրջանի միջուկն է, որ իմ բաղադրատոմսով է։ Հալանքան ճաշը, որ ես պատրաստում եմ իմ բաղադրատոմսով, ունեմ իմ գաղտնի ինգրեդիենտները, որը որ դնում եմ այդ սուպի մեջ, եւ շատ ուրիշ բաներ, որ իմ բաղադրատոմսերով է պատրաստվում։ Տիկին Ջուլիետա, իսկ ինչն է հատկապես զարմացնում իսպանացիներին։ Ինչն են ամենից շատ իրենք հավանում հայկական խոհանոցից։ Շատ զարմացնում է մեր ապուրը, թանով ապուրը, սպասը։ Սորտիդո տապան ունենք, որը որ խորովածների հավաքածու է, խորովածի, քյաբաբի եւ բանջարեղենի հավաքածու է, շատ հավանում են։ Աջարական խաչապուրին են շատ հավանում, շատ ուտեստներ են հավանում։ Գրեթե ամեն ինչի վրա զարմանում են։ Ամեն ինչի վրա զարմանում են, հա, muy bueno, շատ համով է, ամեն ինչ անդադ շնորհակալական խոսքեր ենք ստանում։ Որն է ռեստորանի ամենահետաքրքիր եւ արտասովոր ուտեստը եւ որն են ամենաշատը պատվիրում այստեղ։ Ամենահետաքրքիր ուտեստներից կարող եմ նշել խուրջինը, որը որ արտասովոր է համ տեսքով, համ իր միջուկով, աջարական խաչապուրին,
հետ չի մնում, շատ մեծ համբավ ունի Բարսելոնայում, ճանաչված է։ Իսկ խվածքներից Թխվածքներից ունենք փախլավա, գավառի փախլավա, գաթան են շատ հավանում, գաթան, որտեվ մատուցումը մեկ այլ կերպ է, մի քիչ ֆյուժնա, ինքը պաղպաղակով է գալի եւ վրայից պոպոկ ենք լցնում, շատ հավանում են գաթան, գաթան շատ մեծ վաճառք ունի, միկադո տորտը շատ են հավանում, գրեթե ամեն ինչը հավանում են, սոպա սերեսա ունենք, դա նաև իմ բաղադրատոմսերից է, իմ, как говорится, разработанный բաղադրատոմսերից է, սոպա սերեսանել են շատ հավանում։ Եվ տեսել եմ, որ նաև սուրճն եք մատուցում շատ հետաքրքիր հայկական ավանդական բաժակներով, արդյոք իրենց քիմքին հաճելի է մեր հայկական սուրճը։ Փորձել են իրենք եւ հավանել են արդյոք։ Այո, շատ են, պահանջարկը շատ է։ Ճիշտ ասած, որ խոհանոցում եմ, այդքան չեմ կարող ասել ինչքան է պահանջարկը սուրճի բառում, բայց տեսնում եմ, որ շատ են խմում։ Իդեպ վարպետության դասի հետ կապված հիմա էլ ենք, չէ՞, վարպետության դասացնում եւ հիմա մենք պատրաստում ենք, կներկայացնենք ինչն ենք պատրաստում։ Պատրաստում ենք խուրջինը, որի համար հարկավոր է գառան միս, լոլիկ, պղպեղ, կարմիր եւ կանաչ, սոխ, սպիտակ սոխ եւ համնուկներ։ Լավաշ իհարկե, մեր հայկական լավաշը։ Իսկ օրինակ լինում է, որ պատվիրատուն, հաճախորդը ասում է ես գառան մսի փոխարեն ցանկանում եմ օրինակ հավի միս կամ տավարի միս։ Լինում են այդպիսի ճկուն եք փոփոխելու մենյու։ Այո, փոփոխում ենք, եթե ցանկություն կա, շատ ժամանակ մարդիկ ասում են խոզի միս չեն ուտում, փոփոխում ենք իհարկե, բայց այսքան ժամանակ մեկ անգամ ա եղել, որ խուրջինը ուզել են տավարի մսով։ Այո, մնացած ժամանակներում ոնց կա բաղադրատոմսը, տենց էլ։ Արդյոք պլաններ կան մոտ ապագայում այլ վաստաճյուղ բացել տապանի, թե Իսպանիայում, թե Իսպանիայից դուրս։ Իսպանիայից դուրս չեմ կարող ոչինչ ասել, նախագծում կա, պլաններում կա, բայց առաջ չեմ գնանք, որովհետև ինքներս չգիտենք ոնց կստացվի։ Տիկին Ջուլիետա, ինչ նոր ուտեստներ եք ցանկանում ավելացնել մենյուում։ Նոր մենյուն մշակվում է հենց այս պահին, կլինի երևի մոտ 1 ամսից, բայց փակագծերը չենք ուզում բացել, մեծ մասը հայկական խոհանոց է լինելու։ Ըստ ձեզ, հայկական խոհանոցը ապագա ունի ոչ միայն Իսպանիայում, Բարսելոնայում, այլև ամբողջ Եվրոպայում։ Կարծում եմ, այո, կախված է մեզանից, հայերից, ոնց մենք կպահենք մեր ավանդույթները, մեր մշակույթը, մեր ուտեստները, ոնց կներկայացնենք այդ ամեն ինչը։ Տիկին Ջուլիետա, շատ շնորհակալ ենք, որ մեզ հյուրընկալեցիք Տապան ռեստորանում։ Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ, շուտով կգանք ճաշակելու նոր մենյուն, նաև ձեզ մաղթում ենք նաև նոր մաստաճյուղեր, ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, Անի ջան, համեցեք, միշտ սպասում ենք։ Շնորհակալ ենք։ Սիրելի հետևորդներ, իսկ ձեզ անչափ շնորհակալ ենք ձեր այսչափ ակտիվության համար եւ սոցցանցերում եւ YouTube-ում, ինչպես նաեւ շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար։ Այդ նվիրատվությունների շնորհիվ շարունակական են լինում մեր հաղորդաշարերը։ Հոգաչափ շնորհակալ ենք ձեզ, կտեսնվենք հաջորդի։ Սուվենիրում միշտ սերնիկները ես եմ պատրաստել, հա։